այս աջակցությունը, որը ստանում են, այսինքն եթե մարդ ստանում է 30,000 դրամ, հունիսից արդեն ստանը 30,000 դրամ, ինքն այլևս անապահով չի ըստ պետական տեսեք, դա հատուկ հաշվարկի միջոցով է կատարվում եւ ամբողջ ընտանիքի հաշվով ընտանիքի մեկ անդամի եկամուտը չպետք է գերազանցի 55,000 դրամը։ Այս պարագայում ընտանիքի անդամները ստանում են 40,000 դրամ դիմում ներկայացրած ընտանիքի անդամը եւ եւս 10,000-ական դրամ ընտանիքի մնացած անդամները։ Սա իհարկե դուք ճիշտ նշեցիք, հնարավոր է որ լինեն ընտանիքներ, օրինակ մեկ անձից կազմված ընտանիք, որը որևէ այլ եկամուտ չունենա եւ դիմի ծրագրին, ինքը իհարկե զուգահեռաբար կստանա եւ բնակապահովման եւ բնակվարձի դիմաց տրամադրվող արդեն 30,000-ը, որը շուտով 30,000 է դառնալու, եւ այդ 40,000 դրամը։ Հուլիսի 1-ից ինչքան են ստանում։ Ուրեմն հունիս ամիսը 40,000 բնակվարձ, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբեր 30,000 դրամ։ Արդեն մայիսին առ այսօր չեն տվել։ Չէ, հիմա 40,000 է։ Չեն տվել, հունիսի 1-ից էլ կրճատվել է։ Հունիսի 1-ից արդեն իսկ կրճատված է ծրագիրը եւ ուղղվելու է բացառապես խոցելի համարվող խմբերին։ Խոցելի խմբերն են 63 պլյուս տարիքի անձինք, առաջին երկրորդ խմբի հաշմանդամները, զոհվածի գերակրողին կորցրածի ընտանիքները, մինչև 18 տարեկանները։ Մի բան էլ հասկանանք, այդ 40,000-ները, որ տալիս են մեկ շնչի հաշվով, որ դուք բնակարանի վարձ վճարեք։ Հիմա մի ընտանիք բազմանդամ, ասենք 6-7 հոգի ունի, մի ընտանիք էլ 1-2 հոգի է, հոգուց է բաղկացած։ Այդ ո՞նց է այդ հաշվարկը ո՞նց են անում, որ կարողանան վարձը վճարել։ Վերջո վարձակալը չի նայում, չէ՞, քանի հոգով, ինքը ծույլն է տալիս, ոչ թե մարդկանց չի հաշվը չի գումարը ձևավորում։ Իհարկե վարձակալական շուկայում կան հաստատուն թվեր, սակայն կան մինիմալ եւ մաքսիմալ, այսպես ասած, թվեր։ Մինիմալը բոլորի համար է, այսինքն անկախ դրանից մեկ անդամից կազմված ընտանիք է 2 թե 4, հնարավոր է լինի նույն գումարը, բայց այլ է երբ բազմանդամ ընտանիք է։ Շատ դեպքերում բազմանդամ ընտանիքներին փոքր տարածք քառակուսին չեն տրամադրում, եթե օրինակ բազմանդամ ընտանիքը մտածի, որ իր այսպես ավելի փոքր քառակուսի մետր տարածքով բնակարան կվարձի եւ մնացած գումարը օրինակ կտրամադրի այլ խնդիրների։ 80,000-ը բավարարում է, որ տուն վարձեք։ Բնականաբար ոչ։ Ամուսինս 68 տարեկան է, երկրորդ կարգի հաշվանդամ։ Ես էլ 61 տարեկան եմ, ինձ ոչ մեկը չի ընդունում գործի։ Դիմել եք նախարարություն, որոնց դիմել ենք, իհարկե դիմել ենք, հիմա էլ օնլայն լրացրել եք այդ 40,000-ի համար։ Մեր բյուջետը կազմում է, ամուսինս ստանում է 54,000 թոշակ ու վերջ։ Ու եթե կտան այդ 40,000-ը, որը դուք ասում եք հիմա դառնում է 30,000, իսկ ինձ ոչ մի բան։ Բա ինչ ոնց է դեր կարիքները հոգում։ Սենց էլ հոգում եք, ոսկի ենք, ծախում որ ապրենք։ Վաղն էլ ոսկին էլ վերջանա, հետո ինչ պետք է անենք։ Հիմա ես ուզում եմ շարունակել մեր հայրենակցի խոսքը, ասել, որ երբ մենք հասարակական գործիչներս, տարբեր կազմակերպություններ բարբերաբար խոսում ենք այս խնդրի մասին, բարբերաբար ասում ենք, որ սա իրապես մեծ աղետ է լինելու տեղահանված ընտանիքների համար, կառավարության կողմից սա ընկալվում է որպես անհատական մոտեցում, անձնական ինչ-որ խնդրի բարձրացում, բայց արդյունքում մենք ունենք հենց փաստացի օրինակներով, ունենք բազմաթիվ ընտանիքներ, որոնք դեռևս չեն կարողացել օգտվել բնակապահովման ծրագրից, այս ծրագրի մասին ես հիմա չեմ ուզում խոսել, որովհետև հենց ծրագրի մեկնարկի օրվանից նախորդ տարվա մայիսի 16-ից սկսած, երբ արդեն հունիսի 14-ին 24 թվականի հաստատվեց ծրագրի իրականացման կարգը, ես անընդհատ խոսում էի այդ ծրագրի խնդիրներից, անընդհատ նշում էի այն բոլոր խնդիրները, որոնք կան ծրագրում եւ որոնք խոչընդոտ են հանդիսանում, որպեսզի մեր հայրենակիցները օգտվեն այդ ծրագրերից։ Եվ այսօր ցավոք սրտի, տեսեք, նույնիսկ բնակապահովման ծրագրի մասին երբ խոսում են որպես այլընտրանք բնակվարձի տրամադրման
տրամադրմանը հաշվի չեն առնում, որ բազմաթիվ որոշման մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնք դրվել են հանրային քննարկման, սակայն առ այսօր չեն հաստատվում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց արդեն իսկ իրացված սերտիֆիկատը, որ ինչ որ չափով դիմել են, ստացել են եւ պետք է բանկում գործողություն կատարեն, արդեն իսկ դա էլ ընթացք դրան չի տրվում։ Ձեր օրինակով հասկանանք, եթե դեմ չեք, չեմ ուզում շատ անձնական մտքի հարցեր տալ, դուք ունեք բնակարան կամ օգտվել եք այս ծրագրից, վարձով եք բնակվում, թե օրինակ այլ բնակվում եմ վարձով, ընտանիքը փոքր, մեր ընտանիքը 2 անձից կազմված ընտանիք է, բնականաբար շատ դժվար է ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերել, այդ իսկ պատճառով ես օրինակ կոնկրետ իմ օրինակով ասեմ, որ ծրագրում քանի որ հստակ փոփոխություններ, բազային գումարի նորմալ վերանայումներ չեն նախատեսվում, ես օրինակ որոշել եմ, որ պետք է այդ գումարը իրացնեմ օրինակ սահմանամերձ որևէ բնակավայրում, որովհետև այդ գումարով որևէ այլ համայնքում հնարավոր չէ տանիք ունենալ նույնիսկ 2 անդամից։ Ոչ, հենց այս ծրագիրը, որի շրջանակում սահմանային որոշ մոտ 90 բնակավայրում տրամադրվում է մեկ անձին 5 միլիոն դրամ։ Այսինքն այդ գումարի շրջանակում էլ անգամ եթե մենք անցկացնում ենք մոնիտորինգ, փորձում ենք հարցնել, որ բնակավայրերում ինչ գներ են, այդ գումարի սահմանում այսպես գումար ավելացնելով հնարավոր է, որ ես այնտեղ կարողանամ բնակարան կամ սեփական կամ եւի կառուցեք։ Հավանաբար առնել, որովհետև ես կառուցել չեմ կարող։ Պատգամավորներ Թաթևոս Ավետիսյանը նաև ԿԲ նախագահին այդ հարցը բարձրացրեց, որ շատ արցախցիների ուղղակի վարձ չեն տրամադրում, ելնելով հենց վարկային պատմությունից եւ այլն։ Այս մասով ինչ կասեք, կա նման խնդիր, որովհետև դիմում են ծրագրին, այսինքն կառավարությունը հաստատում, բայց բանկը վարձ չի տալիս։ Տեղյակ եմ, խնդիրը առաջին իսկ օրվանից եղել է, որովհետև վարկը ձևակերպվում է Շահարուի անունով եւ բնականաբար բանկի համար ընդհանրապես հետաքրքիր չէ, թե այդ գումարը ով է վճարելու։ Արդյունքում վերջին կառավարության վերջին շրջանում մի քանի օր առաջ սոցիալ նախարարության եւ ֆինանսների նախարարության եւ կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որի համաձայն այն վարկերը, որոնք տարբեր բնակապահովման տարբեր աջակցությունների ծրագրերում, այդ թվում նաև Արցախից տեղահանվածների բնակապահովման աջակցության ծրագրում, ովքեր կդիմեն սերտիֆիկատի համար, բայց լրացուցիչ վարկի կարիք չեն ունենա, այսինքն եւ վարկի մայր գումարը եւ տոկոսագումարը կվճարվեն պետության կողմից, ապա այդ դեպքում տվյալ անձի վարկունակությունը, այդ մարդկանց մեջ տարածված սեփցուցակում գտնվելու հանգամանքը հաշվի չի առնվի, բայց մենք այստեղ պետք է ունենանք դիտարկում։ Դա բավականին փոքր թվով անձինք են, որոնք ստացած սերտիֆիկատի շրջանակում կարող են բնակարան ձեռք բերել։ Հիմա այն մարդիկ, որոնք ստիպված են այլ միջոցներ ներգրավել կամ հենց լրացուցիչ վարկ վերցնել, որը ծրագրով նախատեսված է, բանկը դրա համար դեռևս կարգավորումներ չունի եւ հաստատի ստացվում է, որ ելի մեծ թվով մեր հայրենակիցների համար ծրագիրը մնում է, բայց բացի դրանից վարկունակության գնահատման հիմքում ընկած է եկամուտը։ Արդյոք տեղահանված մեր հայրենակիցներն ունեն բավարար եկամուտ, որպեսզի կարողանան վարկով բնակարան ձեռք բերել։ Վերջին հարցը, ձեր քայլերը որոնք են լինելու, վրանային տարբերակը տեսանք, դրանից հետո ինչ-որ որոշակի փոփոխությունների գնաց կառավարությունը, հիմա նորից վերադարձել է իր հին որոշմանը։ Եթե չգնան ընդառաջ այս տարբերակով, կարող է նորից վրան տեղադրել կամ այլ ավելի ռադիկալ քայլերի գնալ։ Չեմ կարող ասել վրանի շարունակությունը ինչ կարող է լինել, դա կխնդրեի հարցում անեք վրան տեղադրող միավորմանը, ես այդ խորհրդի կազմում ընդգրկված չեմ եղել, հիմա ասեմ մեր հետագա քայլերը կլինեն, թե ինչ արձագանք կտա կառավարությունը այս նամակին, որովհետև այստեղ պարզ հասարակ մարդկային լեզվով գրված է այն հիմնական խնդիրը, որ ունի տեղահանվածը, պարզապես կեցության խնդիր լուծենք։ Եթե այդ կեցության խնդիրը չլուծվի, տեղահանվածների մեծ մասը հայտնվելու է դրսում եւ նամակում եք ուղղելու Մամնովյան Նիկոլ Փաշինյանի ՀՀ կառավարության, ամբողջ կառավարության կազմին ենք ուղղել, որովհետև մենք մտածում ենք, որ ամբողջ կառավարությունն է պատասխանատու, ամբողջ կառավարական կաբինետը պատասխանատու է, որպեսզի տեղահանված փախստական մարդը, ում կառավարության որոշումով ճանաչել են Հայաստանի Հանրապետությունում փախստական, որպեսզի ունենա արժանապատիվ կյանք Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։